Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաներ տրամադրել Ֆիլիպիններից, Վրաստանից ու Հայաստանից ժամանած քաղաքացիներին, այս մասին հայտարարել է այդ երկրի կառավարության խոսնակ Վանդա Զոնդին, այս գործողությունը գնահատելով որպես առաջին քայլ ուղղված հյուրաշխատողների հոսքի կարգավորմանը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի ՏԻՍԱ կուսակցությունը, որը ապրիլի 12-ի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ աջակողմյան առաջնորդ Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարմանը վերջ դնելով, հայտարարել է, որ հունիսից դադարեցնում է վիզաների տրամադրումը Եվրոպական միությունից դուրս գտնվող աշխատողների համար։ Կառավարությունը խստացնելու է օտարերկրյա աշխատողների զբաղվածության հնարավորությունները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայություններն ու արտադրությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատողներից, արդեն ներկա աշխատակիցները դեռ կարող են դիմել երկարաձգման համար, մինչդեռ նոր ներկայացված հայտերը չեն բավարարվելու։ Հունգարիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մի քանիսը հայտարարել են, որ աշխատողների հոսքի լիակատար դադարեցումը կհարվածի ընկերություններին ու տնտեսությանը։